Եթե հիմա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունի գրանցված ամուսնություն ունեցող զույգը, փոխադարձ համաձայնությամբ ու տարիքային սահմանափակմամբ, տղամարդը մինչև 55 տարեկան, կինն առավելագույնը 53, ապա շուտով տարիքը էլ խնդիր չի լինի։ Առողջապահական գերատեսչությունն է նախագիծ շրջանառում, սահմանադրական խնդիր են լուծում։ Հիշենք, մարդու իրավունքների պաշտպանը դեռ նախորդ տարի էր դիմել բարձր դատարան այս հարցով։ Սահմանադրական դատարանն էլ օրեր առաջ հաստատել է օմբուդսմենի հայցը, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տարիքով սահմանափակելը հակասում է մեր սահմանադրության 31-րդ հոդվածին, որն ամրագրում է, թե յուրաքանչյուր ոք ունի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ Նախագծով ներկայացված կարգավորումներով սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ճանաչված սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն սահմանադրությանը։ Ձեռնարկին երկու կողմից է պետք նայել, սա փորձագիտական համայնքում են պնդում։ Առողջապահության մասնագետները նշում են, լավ է, բայց եւ մտահոգվելու պատճառներ կան։ Սուր հարցը մի կողմից շատ լավ է, որ հնարավորություն են տալիս ավելի բարձր տարիքում կատարել ծնելիության բարձրացման առումով, սակայն կանանցի առողջության հետ կապված բավականին վիճահարույց է դա, քանի որ բավականին նախա եւ այդ ընթացքային բուժումները իրենք պարունակում են հորմոնալ մեծ քանակի պարատներ, հորմոնը խթանիչ եւ այլն, պլյուս դրան էլ հենց հղիությունն է բարձր տարիքում արդեն ռիսկ կարող է հանդիսանալ։ Եթե առողջապահության նախարարության նախագիծը խորհրդարանն ընդունի, մեր բյուջեի ծախսերը չեն ավելանալու։ Մասնագետները հենց այս պատճառով են անհանգիստ։ Ասում են, եթե այնուամենայնիվ տարիքային շեմը հանում ենք, ուրեմն պետք է նաեւ պետությունը կնոջ կողքին կանգնի նաեւ ծննդաբերությունից հետո ապահովելով հնարավոր անհրաժեշտ բուժումների անվճար հասանելիությունը։ Նման որոշում կայացնելու համար առաջինը պետքա ընթացիկ հեռավար ռիսկերը գնահատվի եւ նաեւ լուծում տրվի այդ ռիսկերին, ապա նոր այդ որոշումները կիրառվեն։ Փորձագետը նաեւ տեղեկացնում է, որ նույնիսկ բազմաթիվ առաջադեմ պետություններում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար կա տարիքային սահմանափակում։ Մեր դեպքում այսօր ուրիշ խնդիր թե սահմանադրական անհամապատասխանության հարց ենք լուծում։ Նախագծի հանրային քննարկումն ի դեպ իրավակտերի միասնական կայքում իդրաֆթում մինչև հունիսի 19 կլինի։ Այստեղ առայժմ մեծ ուշադրության չի արժանացել այն։ Քվեարկություն չկա, 0 կողմ, 0 դեմ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։